Գործարար ալիքի եթերում իր աշխատանքն է սկսում ռադիո առողջարանը բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ լոգոպեդ Լիդա Բալաբեկյանին։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ Տաթև ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Երբ փոքրիկ սոցհարցում փորձենք կատարել, այն էլ ոչ մասնագիտական, եւ հարցնենք յուրաքանչյուր քաղաքացու, թե խոսքի խանգարման ինչ տեսակ կնշեք, վստահ եմ յուրաքանչյուր երկրորդը կնշի կակազություն, որովհետեւ չգիտեմ թե ինչու, բայց երբ մենք ասում ենք լոգոպեդ, մտածում ենք, որ մասնագետն է, ով զբաղվում է կամ երեխաների չխոսելով, կամ կակազությամբ։ Իսկ մենք այս հաղորդման ընթացքում կխոսենք կակազության մասին։ Նախ, ինչ խնդիր է սա, որքանով է տարածված, ինչ տեսակներ ունի։ Կակազությունը դա խոսքի տեմպի ռիթմի խանգարումն է։ Այն ներկայիս ժամանակաշրջանում շատ ավելի սկսել է մտել մեր ընտանիքներ, ինչի որովհետև երեխաները առօրյա մեծ ժամանակահատվածը սկսում են անցկացնել տեխնիկայի հետ, եւ երեխաների մոտ սկսում է առաջանալ վախեր, ստրեսներ, որը հիմնականում ազդում է նրանց խոսքի վրա։ Կակազության առաջացման հիմնական պատճառները դա համարվում է վախը։ Նաև այստեղ կարող եմ ասել, որ շատ մեծ է գենետիկ գործոնը եւ խոսքային ծանրաբեռնվածությունը, որովհետև երեխայի խոսքի զարգացման համար շատ ընտանիքներում ծնողները փորձում են առաջնային տրամադրել խոսքին ինֆորմացիային եւ դա վնասում է հիմնականում խոսքը։ Ես միշտ ամեն անգամ ասում եմ, որ երեխայի խոսքը պետք է զարգանա տարիքին համահունչ։ Այսինքն մենք պետք է ամեն տարիքին տանք համապատասխան ինֆորմացիա։ Ավելորդ ինֆորմացիան բերում է խոսքային ծանրաբեռնվածությունը, հիմնականում առաջացնում է կակազություն։ Այսինքն փորձում ենք երեխային օգնել, բայց հակառակն է ստացվում, մի բան էլ վնասում ենք, հա, երեխային։ Այո, փորձում ենք երեխային ավելի շատ ինֆորմացիա տրամադրել, օրինակ 3 տարեկան երեխան պետք չի եւ ցանկալի չի, որպեսզի ամբողջ աշխարհագրությունը իմանա։ Քարտեզներ, պետություններ, երկիրներ, դրոշներ, դրամներ, ինչու ոչ։ Այսինքն 3 տարեկան երեխան պետք է ունենա սովորական կապակցված խոսք։ Ասում եմ կհասցնի ձեր բալիկը դեռ խոսք ունենալ եւ սովորել, հա, 10 տարեկանում սովորեցրեք պետությունը, մայրաքաղաքը, բայց երեքում փորձեք ուղակի հեքիաթներ սովորեցնել երեխային, բարձ կապակցումներ, բանաստեղծություններ, որպեսզի չվնասենք երեխայի խոսքը։ Բոլոր հաղորդումների ժամանակ նշում եմ, որ ամենակարևոր հարցը գոնե ինձ համար, արդյոք կա լուծում, թե չկա։ Հիմա այս նույն համատեքստում ուզում եմ խնդրել ասեք, արդյոք կակազությունը շտկվում է, որովհետև շատ հաճախ սա դառնում է նաև կյանքի որակի խիստ ցածր լինելու պատճառ, եւ շատ մարդիկ մտածում են, որ սա դատավճիռ է եւ վերջ այլևս օգնելու կամ կանխելու, բժշկվելու, ապաքինվելու տարբերակ չկա։ Կա տարբերակ։ Այստեղ ուզում եմ հավելել, որ կակազությունը այն խնդիրն է, որը որ ինքս ունեցել եմ 18 տարի։ Պայքարել եւ տառապել եմ այդ խնդրի հետ։ Եվ սեփական փորձով ամեն բան։ Սեփական փորձով եւ լինելով շատ մասնագետների մոտ, անցնելով բազում ուղիներ, հա, խոչընդոտներ, ինքս գտել եմ կակազության շտկման տեխնիկան։ Այսինքն իմ տեխնիկան, որով որ ես աշխատում եմ երեխաների հետ, ոչ թե ինքը համարվում է բուժում, այլ ինքը համարվում է շտկում եւ հիմնական գաղափարախոսությունը այսպեսին է. ինչպես խոսել, որ չկակազել, որովհետեւ այստեղ ուզում եմ հավելել, որ կակազելու ժամանակ նամանավանդ մեծահասակները բոլորս գիտակցում ենք, որ այդ հնչյունը չեն կարողանալու արտաբերել եւ ունենալու են խոսքային վախեր, ստրեսներ ու չեն կարողանալու բառը փորձել արտաբերել։ Ես իմ տեխնիկայի միջոցով սովորեցնում եմ երեխաներին ինչպես խոսել, որ չկակազել։ Եվ այո, այսօր կարող եմ ասել, որ կակազությունը դատավճիռ չէ եւ կակազությունը հնարավոր է հաղթահարել եւ ուղղակի պետք է շատ հստակ կամք, լավ ընտանիք, որովհետև ընտանիքի դերը շտկման ժամանակահատվածում ամենաառաջնայինն է եւ հաղթահարելի է խնդիրը։ Փոքրերի մոտ մենք հաղթահարում ենք լիարժեք եւ երեխաները արդեն ապրում են լիարժեք կյանքով, այսինքն ամբողջ մեր աշխատանքի ծանրաբեռնվածությունը ընկնում է ընտանիքի վրա, ընտանիքն է փորձում իմ հետ հավասար հետ ուղին անցնել եւ աշխատել, մենք այո կարողանում ենք խոսել առանց կմկմոցների եւ հաղթահարել խնդիրը։ Շատ լավ, սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, ուզում եմ տեղեկացնել, որ զրուցակցիս հետ կապ հաստատելու համար գործում է 094 90 98 15 հեռախոսահամարը։
Լավ, շատ հաճախ մենք ասում ենք, որ այն խնդիրները, որոնք որ երեխաների մոտ շտկվում են, հնարավոր է, որ հասունացման ժամանակ նորից գլուխ բարձրացնեն կամ որոշակի տագնապների, տրավմաների ընթացքում նորից կարծես թե թույլ օղակն է այս կամ այն խնդիրը նորից կարող է գլուխ բարձրացնել ու կրկնվել։ Արդյոք սա պնդելի է նաև ձեր ոլորտում։ Տաթև ջան, նայեք, այսպիսին է խնդիրը։ Մենք չենք կարող լիարժեք ասել, որ հնարավոր չի եւ մենք լիարժեք շտկվում ենք ու ապրում ենք առողջ։ Իհարկե, ապրում ենք առողջ, ապրում ենք առանց կմկմոցների, տեխնիկայի բուն գաղափարախոսությունն ու հիմնական մեխը կայանում է նրանում, որ մենք սովորեցնում ենք ինչպես խոսել, որ չկակազել։ Այսինքն երեխան ինչքան էլ հասունացման ժամանակ փորձի այդ հուզական ֆոնը փորձի արտահայտվել, հա, երեխայի մոտ սկսի ծանր ստրեսային ապրումներ, վախեր, այդ կմկմոցի ժամանակ ինքը արդեն ունի ճիշտ խոսելու բանալին։ Ես սովորեցնում եմ երեխաներին խոսքը այնպես շարադրել եւ այնպես խոսել, որպեսզի մենք խուսափենք կմկմոցներից։ Դրա համար միշտ ասում եմ, կակազությունը բուժում չունի աշխարհում, մենք չենք բուժում, դա չի համարվում բուժում, այլ համարվում է ինչպես խոսել, ճիշտ խոսք, ինչպես կիրառել ճիշտ խոսք, որպեսզի խուսափենք կմկմոցներից։ Շատ լավ, ես ուզում եմ նաև խոսենք ռիսկի գործոններից։ Շատ հաճախ մենք լսում ենք, որ հատկապես այս խնդիրը արտահայտվում է տղա երեխաների մոտ, որքանով է ռեալ նշվածը։ Ճիշտ ասացիք, խոցելի խավը հիմնականում համարվում են տղաները։ Գիտեք, ցանկացած խնդրի դեպքում աղջիկները շատ ճարպիկ են եւ կարողանում են հաղթահարել այդ խնդիրը, բայց տղաները ցավոք մի քիչ տկար եւ մի քիչ թույլ են եւ խոցելին համարվում է տղաների մոտ խնդիրը։ Կարելի ասել հարաբերությունով 30-70% հարաբերությամբ տղաները գերակշռում են կակազության դեպքում։ Որ տարիքից սկսած եք սկսում աշխատել արդեն երեխաների հետ։ Իմ պրակտիկայի ընթացքում մենք ես ունեցել եմ 2 տարեկան երեխա, ու մոտ սկսվել է կակազություն։ Դա իմ ասած այն փաստն է, որ երեխային ավելորդ սկսում են խոսք տրամադրել, հա։ Երեխան նոր սկսում է հոտովանկային կապակցային խոսք, բայց սովորեցնում են ճարպիկ է, աղջիկ է, փորձում է ավելի շատ բառեր որսալ։ Հիմնականում առաջին երեխան չէ։ Այո, հիմնականում այո, եւ ինչուներ շատ է տալիս, եւ ինչուների պատասխանը ավելի շատ բերում է հիմնականում այդ խնդրին։ Ամենաավագ պացիենտին եթե հիշենք, հիմնականում մեծահասակների հետ չեմ աշխատում ես, բայց տեխնիկան գործող է։ Տեխնիկան գործում է, ուղղակի գիտեք ինչպես, կակազող մեծահասակի հետ մենք արդեն գործ ենք ունենում նաև երկրորդային խնդրի հաղթահարում։ Դա հոգեբանական վիճակն է։ Այսինքն դուք մենակ տեսնում եք արտաքին կմկմոցները կակազողի մոտ, ընդհանուր հա չի նկատվում վախերը, որովհետև կակազությունը ինքնին համարվում է վախ խոսքի հանդեպ։ Ցանկացած մարդ, երբ որ խոսում է, չի մտածում, բայց կակազող մարդը միշտ ունենում է վախեր։ Այս բառը կարողանամ արդյոք արտաբերել։ Բա որ կմկմամ ու չկարողանամ խոսել։ Դրան արդեն սկսում է առաջանալ խոսքային դողեր, մկանային լարվածություն, քրտնարտադրություն, խուսափել, նաև այստեղ կարող եմ ասել, որ կակազող մեծահասակները երբեք մարդկանց աչքերի մեջ երկար չեն նայում։ Մենք կորցնում ենք այդ հավասարակշռությունը, կակազության ընթացքում լարվում ենք, ջղաձգվում ենք, մի խոսքով տագնապային փուլում ենք հայտնվում։ Եվ մեծահասակ կակազողի հետ աշխատելու դեպքում նաև մենք պետք է կիրառենք հոգեբանական լուրջ աշխատանքներ, որպեսզի մարդը կարողանա դա էլ հաղթահարել։ Եվ հիմնականում տարիքային շեմը, որ հանդիպում է, դա կարելի ասել ապրում է մարդու հետ հավերժ։ Այսինքն նույնիսկ սերունական փուլում կան մարդիկ, ովքեր կակազում են, ու ես իմ փորձով ասեմ, պապիկս ով 75 տարեկանում մահացավ եւ մինչեւ կյանքի վերջ ուներ կակազություն։ Կակազությունը ձեռքբերովի խնդիր է, թե իծնե կամ գենետիկ խնդիր է։ Առավել որն է, այսպես ասած, շատ հանդիպում։ Նայեք, առավել շատ հանդիպում է ձեռքբերովի խնդիրը։ Ասեցի, հիմնականում 2 վարկած եմ ես իմ պրակտիկայի ընթացքում ասում, որ կակազությունը բաժանվում է 2 խմբի՝ գենետիկ տրամադրվածությամբ եւ ձեռքբերովի խնդիրը համարվում նաեւ։ Գենետիկան մենք ունենում ենք իմ պրակտիկայի ընթացքում հանդիպում են այնպիսի ընտանիքներ եւ այս պահին նույնպես ունեմ ընտանիքներ, որտեղ հայրը ունի կմկմոցներ կամ մայրը ունի կակազություն, բնականաբար չեն կարող ասել, որ 100% ընտանիքի բոլոր երեխաների մոտ դա կարտահայտվի, բայց
արտահայտվում է երեխայի մոտ ընտանիքում եւ հիմնականում ասեմ որ կակազությունը հակված ունի ընդօրինակման եւ ընտանիքում լսելով կակազությունը կմկմոցները եւ հակում ունենալով գենետիկայի երեխայի մոտ արտահայտվում է կակազությունը Դրա համար ես միշտ իմ պացիենտներին, տանիքներին ասում եմ, որ եթե հայրը ունի կմկմոցներ կամ մայրը կամ հորեղբայրը, փորձեք խուսափել երեխայի մոտ կմկմոցի կիրառությունից կամ քիչ խոսեք երեխայի, մինչև տարիքային շեմի հաղթահարումը, այսինքն 6-7 տարեկանից հետո, երբ որ երեխայի խոսքը կատարյալ ձևավորվում է, այդ դեպքում ռիսկը շատ քիչ է, որ երեխայի մոտ կարտահայտվի կմկմոցներ գենետիկայից Բայց այն ընտանիքներում, որտեղ որ հիմնականում երեխաները լսում են կմկմոցները, վառ ապացույց է եւ ապացուցված փաստ է, որ երեխաների մոտ արտահայտվում է կակազությունը Իսկ ձերք բերովին դա այն հիմնականում տրամադրվածությունը դա վախն է, երբ որ արտահայտվում է եւ ավելորդ ինֆորմացիա։ Այստեղ նաեւ ես կարող եմ ասել, որ կակազությունը հիմնականում հակում ունի ընդօրինակման Դա արդեն ասեցի։ Եվ պարտեզներում, խմբերում, երբ որ երեխաներից մեկն ու մեկի մոտ արտահայտվում է կմկմոցներ, բնականաբար այն խոցելի երեխան, ում մոտ որ կար խոսքը մի քիչ թույլ էր, ինֆորմացիայի պակաս կար, ինֆորմացիայի ավելցուկ կար, բնականաբար ընդօրինակում է խոսքին, ընկերոջ կամ խմբից այդ կմկմացող երեխայի խոսքին։ Հա մենք արդեն ունենում ենք կակազություն ընդօրինակման հիման վրա։ Արդյոք բուժման ժամանակ նշանակություն ունի թե որն է խնդրի առաջացման պատճառը կամ այս դեպքում օրինակ գենետիկի դեպքում ես դիցուկ օրինակ եմ վերում ավելի հեշտ է կամ ձեռքբերովի ժամանակ ավելի հեշտ է հաղթահարել թե միևնույն է նույն տեխնիկան նույն խնդիրը նույն այսպես ասած սկզբունքները Հավատացեք տարբերություն բացարձակապես չկա այսինքն մենք զբաղվում ենք խնդրի հաղթահարմամբ ու ես ամեն անգամ ասում եմ որ էական չի խնդրի առաջացման պատճառը մենակ կայանում է որ մենք փորձենք օրինակ գետե ընտանիքում կար կմկմոցով մարդ փորձենք կապը մի քիչ տարանջատել, հա, որպեսզի երեխան շատ չշփվի կմկմոցող անատի հետ եւ կա խմբում բալիկ ով կակազում է, փորձենք խումբ փոխել, շրջանցել եւ ինֆորմացիայից կամ վաղից է հիմնականում կմկմոցը առաջացել, փորձենք էկրանից զերծ պահել, այսինքն հիմնական հաղթահարման եւ շտկման ձևի մեջ մտնում է Պատճառը հնարավոր շրջանցել, այո, բայց տեխնիկան հիմնականում նույնն է։ Իհարկե շատ լավ հասկանում եմ, որ այստեղ խիստ անհատական մոտեցում է պահանջվում, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով այն բավականին շատ արդեն շտկված երեխաների ու նշեմ, որ 1500 եւ ավելի հա երեխաների մասին է խոսքը։ Պրակտիկան հաշվի առնելով, միջինը որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի ճիշտ խոսելու տեխնիկան սովորենք։ Ճիշտ խոսելու համար հիմնականում մեզանից պահանջվում է 15-ից 20 օր։ Ընդհանրապես, չէ, ընդհանրապես չի, 15-ից 20 օր հետո մենք արմատախիլ ենք անում կակազությունը։ Եվ դրանից հետո սկսում ենք աշխատել կմկմոցների հաղթահարման վրա, այսինքն ես ամեն անգամ իմ ծնողներին ասում եմ, այսօր դուք խոսում եք 1000 բառից 800 կմկմոցով խոսք, մենք արդեն 20 օր, 10 օր հետո 1000 բառի մեջ 4-5 կմկմոց ենք հաշվելու։ Եվ այդ արդյունքը վերջնական պահելու եւ լիարժեք կյանքով ապրելու համար մեզ պետք է ընդամենը 4-ից 6 ամիս։ Բայց պարապմունքը սկսելու, շտկման աշխատանքը սկսելուց ի վեր մեզ ընդամենը պետք է 15-ից 20 օր։ Ես կարծում եմ, որ նման խնդիր շտկելու համար, կյանքի իսկապես լավ որակ ունենալու համար նշված ժամանակահատվածը ծիծաղելու աստիճան փոքր է։ Ես պատկերացնում եմ, որ հարցիս պատասխանը պիտի տարիներ հնչեն, բայց հաճելիորեն զարմացա։ Իմ բոլոր հաճախորդներն էլ, իմ բոլոր այցելուները եւ պացիենտներն էլ կհավաստեն, որ այստեղ շտկման առաջնային մեխը ընտանիքն է։ Այսինքն ես իմ պրակտիկայի ընթացքում չշտկված երեխա չեմ ունեցել եմ դադարեցրած այն ընտանիքները ովքեր որ պատրաստ չեն այդ ուղին անցնել հա այնտեղ մենք ունենք փուլային շտկումներ փուլային հաղթահարումներ եւ ինչու ոչ նաեւ այստեղ զիջումներ հա ընտանիքում որ բոլորը պետք է հանգիստ խոսեն բոլորը պետք է շփվեն դանդաղ ավելի խոսքը կիրառեն ովքեր որ դա չեն անում եւ մի քիչ ոչ ռեալ են մոտենում այդ խնդրին ես հիմնականում կեսից դադարեցնում եմ բայց չշտկված հիմնականում չեմ ունեցել
ասած չշտկված երեխա, բոլորը հաղթահարում են խնդիրը։ Սա այն խնդիրն է, երբ ծնողը խնդրի հետ բախվելուց հետո նաև ունենում է հակասություններ, թե ում հետ անցնի այս ճանապարհը, հա, որոշ դեպքերում սկսում են մարդիկ անցնել, ծնողներն անցնել այս ճանապարհը նյարդաբանների հետ, հոգեբանների հետ, այլ մասնագետների, հա, հարակից մասնագետների հետ։ Ում հետ պետք է անցնել ճանապարհը, սա բժշկական խնդիր է, որը պահանջում է նաև դեղորայքային միջամտություններ, թե արդյոք միայն լոգոպեդի հետ անցնելը լրիվ բավական է, որպեսզի խնդիրը ամբողջությամբ եւ լիարժեք շտկվի, ոչ թե բուժվի։ Շնորհակալ եմ հարցի համար, Տաթև ջան, ես այս հարցին միշտ անհամբեր սպասում եմ։ Եվ ես այստեղ ուզում եմ ասել, որ նոր սկսվող կակազության դեպքում ես չեմ խոսում խորացված, ծանր, տարիքային, այսինքն տարիների կմկմոցի դեպքում մեզ հոգեբանական աջակցություն, ինչպես ասեցի, միանշանակ պետք է լինում։ Բայց նոր սկսվող կակազության դեպքում կակազությունը հիվանդություն չի, կակազության դեպքում դեղորայք ընդհանրապես պետք չի, պրեպարատներ, հանգստացնողներ, ոչ մի բան պետք չի։ Կակազությունը ուղղակի սխալ խոսք է, որովհետև ինչպես ուզում եմ բոլորին հայտնել, որ կակազող մարդը միշտ ինձ այդ հարցը տալիս են, չգիտեմ ինչի, միշտ չէ որ կակազում է։ Մենք ունենում ենք խոսքային պիկեր ժամանակային։ Այսինքն մարդը կարող է հստակ ժամերով խոսի ու ընդհանրապես դու չնկատես, որ ինքը երբևիցե մի հատ կմկմոց է ունեցել։ Եվ ահա եւ ուզում եմ մի հատ հուզված ժամանակ մի հատ բառ ասի ու կմկմոցները առաջանում են։ Այսինքն կակազությունը կրում է ալիքաձև բնույթ։ Կարող է նույնիսկ օրեր լինեն, որ երեխան ընդհանրապես չկմկմա։ Այդ դեպքում ծնողը ընկնում է տարակուսանքի մեջ։ Այ երևի կակազություն չի, արդյոք պետք է թե չէ, երևի սպասեմ, որովհետև տեսեք, օրվա ընթացքում մի անգամ ունեցավ խոսքային կանգը հիմնականում բնորոշ է կակազությանը։ Եվ արտահայտ խոսում են շատ լավ, նույնիսկ կողքի հարազատները, բարեկամները, ովքեր որ շփվում են շատ քիչ ժամանակ հատված, կարող են հավելել, որ բայց խնդիր չունի երեխան ինչի է լոգոպեդի տանում, բայց կակազության վառ արտահայտման ձևը այդպեսին է, կակազությունը ալիքաձև բնույթ է կրում։ Դրա համար երկերս չեն կակազում։ Հո մենք հիմնականում չենք կակազում։ Մենք խոսում ենք շատ հստակ, երեխան խոսում է շատ հստակ, շատ լավ, առանց հնչյունային աղավաղման, բայց օրվա ընթացքում կարող է մի քանի անգամ ջղաձգումային խոսք ունենալ, կմկմոցներ։ Դրա համար ես միշտ ասում, կակազությունը հիվանդություն չի։ Եվ կակազության ժամանակ ընդհանրապես դեղորայք պետք չի, նյարդաբանական որևէ միջամտություն պետք չի։ Ուղղակի կակազությունը սխալ խոսք է, որի դեպքում անհրաժեշտ է լոգոպեդական ճիշտ միջամտություն։ Եվ այստեղ հավելեմ եւ ասեմ ձեզ, որ այո, կակազության ժամանակ ինչի երգելիս երբեք մենք չենք կակազում։ Ինչի, որովհետև խոսքի տեմպն ու ռիթմը հավասարեցնում ենք եւ խոսքային շնչառությունը ճիշտ ենք վերցնում։ Դրա համար երբեք չենք կմկում, նույնիսկ կան դեպքեր, որ արտասանության ժամանակ երբեք կմկմոց չի ունենում երեխան։ Դա հիմնականում խաբուսիկ է։ Դրա համար ծնողները ասում են, այ երգում է, չի կմկմում, արտասանը չի կմկմում, տան հանգիստ մթնոլորտում երբեք չի կմկմա, բայց ահա եւ մի հատ հուզված գալիս է մամային մի հատ պատմություն պատմի ու առաջանում է լարված խայտարակ կմկմոցներ, մի բարի վրա 10 անգամ կանգնել, հնչյունի վրա մի քանի անգամ արտաբերել, նույնիսկ լինում են դեպքեր, երբ որ մարդ բառը չի կարողանում արտաբերի, տանում է դեպի մուտիզմի, ինչու ոչ, բառ ուզում արտաբերի երեխան, կանգ առաջանում ու չի կարողանում խոսել։ Իսկ հնարավոր է ինքնուրույն անցնի խնդիրը։ Վստահ եմ, այս հարցը եւս ձեզ հաճախ են տալիս։ Այո, տարիքի հետ կանցնի։ Նոր սկսվող ժամանակահատվածում, երբ որ մենք գործ ենք ունենում կակազության հետ, այո, ինչու ոչ, հնարավոր է 2 ամսվա ընթացքում երեխայի մոտ պահենք այդ կետերը, հա, ինչ որ ասեցի ես, խոսում ենք շատ հանգիստ, ինֆորմացիա չենք տրամադրում, հասկանում ենք խոսքային խնդիրը ինչից առաջացավ, ընտանիքում կար կմկմոցող մարդ, հա, կակազությունով անձ, շփվել էր այդպիսի մարդու հետ, ստրեսից էր, վախից էր, մուծիկից էր, ինֆորմացիայի ավելցուկից էր, փորձելով այդ ամենը հաղթահարել եւ ստեղծել հանգիստ մթնոլորտ, ինչու ոչ հնարավոր է նոր սկսվող ժամանակահատվածում 2-3 ամսվա ընթացքում ինքը ինքնուրույն անհետանա։
Եվ այստեղ անհետացման համար ամենակարևոր ֆակտորը, որ ուզում եմ ասել, չֆիքսենք երեխային խոսքի խնդրի դեպքում։ Հա, հիմնականում որ ասում են մամաները փորձի ճիշտ խոսել, մի հատ էլ ասա այդ բառը կամ ամենասխալ բանը, որ ես բախվում եմ, շատ խոսեցնել երեխային։ Խնդրում եմ, ովքեր որ կան ընտանիքներ, ովքեր որ լսում են ինձ, երեխային կմկմոցի հայտնվելու ժամանակ փորձեք լռության փուլ պահել։ Ոչ թե ընդհակառակը խոսեցնեն, որպեսզի բացվի, մամաները ասում են, խոսեցնեք, որ բացվի կամ սկսի ավելին խոսել, որպեսզի կմկմոցներ չունենան, դա համար առաջի սխալն է։ Մենք փորձում ենք երեխայի խոսքը հանդարտեցնել, հանգստացնել, որի ժամանակ 2-3 ամսվա ընթացքում հնարավոր է ինքնուրույն, առանց որևէ միջամտության, պահելով այդ իմ ասած փուլերը անցնի։ Բայց նաև 2-3 ամսվա ընթացքում եթե չանցավ, արդեն մենք գործ ենք ունենում կմկմոցը փոխարինում ենք կակազության եւ գործ ենք ունենում կակազության հետ։ Շատ լավ։ Ես շնորհակալ եմ ձեր ներկայության համար, ինչպես նախապես ասացի, սա այն խնդիրն է, որի մասին կարելի է շատ խոսել, որտեղ շատ տարածված է, շատ հետաքրքիր է նաև մեր շրջապատում մենք անդադ տեսնում ենք մարդիկ, ովքեր իսկապես ունեն խնդիրը, հետևաբար հարցերը շատ են, պատասխանները վստահ եմ եւս սպառիչ են, բայց եթերային ժամանակն էլ սահմանափակ է, ուստի այս հաղորդման համար ուզում եմ ասել ձեզ շնորհակալություն, վստահ եմ հանդիպումները եւ նաեւ քննարկումները շարունակական են լինելու, իսկ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս լոգոպեդ Լիդա Բալաբեկյանն է, տեղեկացնեմ նաեւ, որ վերջինիս հետ կապ հաստատելու համար գործում է 094 90 98 15 հեռախոսահամարը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ցտեսություն։